Հանցեմ։ Հարգելի Всё, փակեք։ գործընկերներ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք այս գերքաղաքական քննարկումը շարունակել մի քիչ ավելի աշխատանքային բնույթ կրող հարցերին անդրադառնալով Տիկին Վարդապետյան, քանի որ իմ ժամանակը չհերիքեց հարցերը ձևակերպելիս, ես կցանկանայի շարունակել իմ բարձրացրած թեման եւ կցանկանայի, որ դուք ձեր եզրափակիչ ելույթում դրան անդրադառնաք, ժամկետների մասով ասացիք, որ ուշադրություն կդարձնեք, մյուս հարցի վերաբերյալ ես նորից կասեմ մտահոգությունը իմ, դա այն է, որ ուսա գիտեք, այնպես չի էլի, որ ինչ-որ մեկ մարդ մեկ գործի մասին եկել ինձ ինչ-որ բան է ասել, կամ 2 կամ 10 մարդ, դա ընդհանուր շփման ընթացքում այստեղից, այնտեղից հավաքված ինֆորմացիայի ինչ-որ միջին վիճակագրական տպավորություն է, որը կարող է վիճակագրության հետ, իրական վիճակագրության հետ կամ համընկնել, կամ շեղում ունենալ, խոսքը վերաբերում է բողոքարկումների փաստին ինքնին, այն դեպքում, երբ վճիռը չի համապատասխանում դատախազի բերած, դատախազի պահանջած պատժաչափին, իհարկե, ոչ բոլոր դեպքերում, ամենևին ոչ բոլոր դեպքերում դատախազը կարող է եւ պիտի ուղղակի համաձայնվի վճռի հետ, եթե ի սկզբանե ունեցել է այլ ներքին համոզմունք, բայց լինում են դեպքեր եւ այդ դեպքերը շատ են եւ կապված են շատ կոնկրետ հոդվածների հետ, հիմնականում միջին ծանրության հանցագործությունների, երբ դատախազն էլ գիտի, դատավորն էլ գիտի, փաստաբանն էլ գիտի, բոլորն էլ գիտեն, որ դատական համակարգում ընդունված պրակտիկան դա է, որ ենթադրենք այդ հանցատեսակի համար, որը ենթադրենք կատարվել է առաջին անգամ, կամ մեղմացուցիչ հանգամանքներ եւ այլ, նշանակում են այսինչ պատժաչափը։ Դա բոլորը գիտեն, թեև դա ոչ միտեղ գրված չի։ Եվ ահա երբ դատախազը պահանջում է դրանից ավելին, եւ առաջին ատյանի դատանը տալիս է այդ ավանդական պրակտիկային համապատասխան պատժաչափը, այնուամենայնիվ դատախազները, ես սա չգիտեմ, սա պատճառը, եւ կուզենայի, որ եթե նման բան կա, դուք ասեիք, այնուամենայնիվ իրենց պարտ են համարում բողոքարկել, քաջ իմանալով, որ միևնույն է 99% հավանականությամբ վերաքննիչ դատարանը այդ վճիռը թողնելու է ուժի մեջ, ինչու, որովհետեւ 100, 150, 200 եւ ավելի շատ նմանատիպ դեպքերով նախկինում թողել է ուժի մեջ։ Դա դժվար չի տեսնել վիճակագրորեն եւ այստեղ կուզենայի հասկանալ, որն է դրա նպատակը, դուք մի պատճառ նշեցիք, վճռաբեկ դատարանին հասնել եւ նախադեպային որոշում ստանալ, որ հետագայում այդ հարցի վերաբերյալ արդեն մենք ունենանք համապատասխան որոշում վճռաբեկ դատարանի մակարդակով եւ այլևս այդ հարցին չանդրադառնանք կամ անդրադառնանք վճռաբեկ դատարանի որոշման շրջանակներում, բայց այդ դեպքում էլ մեկ որոշումից հետո այդ պրակտիկան արդեն պիտի ոնց որ թե ընդհատվի եւ բողոքարկումների թիվը պիտի որ նվազի։ Երկրորդը ես կուզենայի խոսել կալանքների մասին, տեսեք, այստեղ մեր ընդդիմադիր գործընկերները շատ են անդադ ասում իրենց մասին են ասում, ընդդիմադիրներին հետապնդել եւ այլ, արգելի գործընկերներ, եթե մենք նայենք, ես չեմ նայել, բայց էլի այստեղից եւ այնտեղից լրահոսից ստացած տպավորությամբ կալանավորված կամ ձերբակալված անձանց թիվը, այնտեղ ես համոզված եմ, որ ընդդիմադիր հայացքներով մարդիկ ամենևին մեծամասնություն չեն։ Այնտեղ կան եւ մեր համակիր հանդիսացող մարդիկ, շատ դեպքերում մեր կուսակցության անդամ հանդիսացող մարդիկ, չէ, ես ուղղակի գիտեմ, ուղղակի ես գիտեմ մարդու անուն ազգանունից, ես արդեն գիտեմ, մենք փոքր երկիր ենք, ճանաչում ենք, հատկապես 1-2 ճշտումից հետո իմանում ես այդ մարդը որտեղ է աշխատել, ինչով է զբաղվել, որ կուսակցության համակիրն է եղել կամ անդամը, բայց ես ուրիշ բանի մասին կուզենայի խոսել, կալանքի ինստիտուտի մասին, սա գիտեմ շատ երկար տասնամյակներ քննարկվող հարց է, ես գիտեմ, որ այս հարցը հեշտ չի լուծել, կալանքը որպես ապացույց ստանալու միջոց օգտագործելը։ Ես չեմ հավատա, որ դուք ասեք, որ նման բան ընդհանրապես չկա, ընդհանրապես 0 է դրա թիվը։ Կհավատամ, որ ասեք, որ նման երևույթ միգուցե եւ կա, միգուցե եւ մեկի մտքով նման բան անցնում է եւ դուք անում եք ամեն ինչ, որ նման երևույթներ չլինեն։ Ես շատ կարևոր եմ համարում ինչ տեսանկյունից
մեր ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացման տեսանկյունից, այն տեսանկյունից, որ քննիչը ինքը հույսը չդնի կալանքի վրա գործը քննելիս, հույսը չդնի ինքնախոստովանական ցուցմունքի վրա, հույսը չդնի այդ գործիքի վրա, այլ հույսը դնի իր տաղանդի, իր հմտության, իր հարցաքննությունների, իր առերեսումների, իր խաչաձև հարցաքննությունների, իր եղենապացույցների, վկաների ցուցմունքների, այս ահռելի աշխատանքը վերլուծելու իր կարողության վրա, այնտեղ նաև իմ օպերատիվ մեր միջոցներն են շատ կիրառվում, գաղտնալսում է սա, այս ամբողջ գործիքակազմը ձեռքի տակ ունենալով, էլի հույս ունենալ, որ դե լավ, կալանավորենք, թող մի ամիս նստի կպատմի ոնց է եղել, նույնիսկ եթե հանցանքը կա, նույնիսկ եթե հանցանք, ես բան չեմ ասում, այստեղ ամենևին հանցանքի փաստի մասին չեմ խոսում, այլ այդ հանցանքի փաստը ապացուցելու մեթոդաբանության մասին եմ խոսում, կարծում եմ, որ սրան մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք եւ աստիճանաբար այս մեթոդիկայից հրաժարվենք։ Երրորդը, ավելի ճիշտ, ես կուզենայի խոսել ծախսվող ռեսուրսների մասին։ Արդյոք սա հարց է, Տիկին Վարդապետյան, տեսեք, դուք հնչեցիք թվեր, որ 18-ից 24 թվականներին պետությանն է վերադարձվել 210 միլիարդ դրամի գույք եւ դրամական միջոցներ, ինչը ահռելի մեծ թիվ է եւ դա ահռելի մեծ աշխատանք է եւ դա գնահատելի է իսկապես, բայց եկեք այսպես նայենք հարցին, արդյոք դատախազությունը որևէ դեպքի հետևից գնալուց հաշվի է առնում, թե ինչքան ռեսուրս է ծախսելու այդ դեպքի ուսումնասիրության վրա, նույնիսկ հաջողության դեպքում ինչ արդյունք է ստանալու պետությունը, ոչ միայն ֆինանսական իմաստով, ճիշտ հասկացեք, ես նկատի չունեմ, որ մենք դնենք ուղղակի 4 թվերը համեմատենք, այստեղ խոսվեց գրպանահատության մասին, որի ֆինանսական վնասը կարող է լինել չնչին աննշան գումար, բայց որի կրիմինոգեն էֆեկտը կարող է պետության քաղաքի համար արժանալ միլիոնավոր դոլարներ, տուրիստական հոսքերի նվազում եւ այլ, սա չբացատրեմ, այլ նկատի ունեմ ընդհանրապես որևէ հանցանքի հետևից գնալիս, արդյոք այս մեթոդաբանությունը կա, որ այ դատախազությունը ծախսեց այսքան ռեսուրս եւ մոտարկված քանի միլիոն դոլարի կամ չգիտեմ 1000 դոլարի օգուտ ստացավ պետությունը ոչ միայն ֆինանսական իմաստով, այլ ընդհանրապես այդ իրավիճակը հասցեագրելու իմաստով, այսինքն կրիմինոգեն այդ օջախը հանգցնելու իմաստով, որը կարող է տարածվել եւ ավելի մեծ վնաս հասնել պետությանը, սա կա թե կամ եթե սա չի, ապա ինչ մեթոդաբանությամբ է արվում, չէ՞ որ հենց հիմա մենք խոսում ենք այս դահլիճում, ասենք մի 2-3 տեղ ինչ որ մարդիկ ինչ որ կոռուպցիոն հանցանք արեցին, տեղի ունեն, գողություններ են տեղի ունենում, մարմնական վնասվածքներ, ինչ մեթոդաբանությամբ է դատախազությունը դասավորում իր առաջնահերթությունները, եթե կա նման մեթոդաբանություն։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։